Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը մոտ ապագայում կայցելի Հայաստան, այս մասին հայտնել է Հայաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Անի Բադալյանը։ ՍԱՏՄ նախկին ղեկավար Արմեն Դանիելյանը ձերբակալվել է ծառայական լիազորություններն օգտագործելով առանձնապես խոշոր չափերի գույք հափշտակելու մեղադրանքով, այս մասին հայտնում են հակակոռուպցիոն կոմիտեից։ Նրա նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդություն է ներկայացվել դատարան։ Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար դեսպան Վասիլիս Մարագոսին։ Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների օրակարգային հարցեր։ Մահացել է Գիտությունների ազգային ակադեմիայի նախկին նախագահ ԵՊՀ նախկին ռեկտոր ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանը, նա 89 տարեկան էր։ Ռուսական պրոիշխանական ռազմական տելեգրամյան ալիքները հաղորդում են Ուկրաինայի զինված ուժերի կողմից նոր հարձակման փորձի մասին Ռուսաստանի Կուրսկի մարզի Տյոտկինո գյուղի մերձակայքում, որը սահմանակից է Ուկրաինայի Սումի մարզին։ Լիվերպուլի պաշտպան Տրենտ Ալեքսանդր-Արնոլդը կարիերան կշարունակի Մադրիդի Ռեալում, հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։ Արքայական ակումբն անգլիացի պաշտպանի տեղափոխության հարցում համաձայնեցրել է բոլոր մանրամասները։